Բարև ձեզ, ողջունում եմ բոլորին մեր տաղավարում, կրկին մեր հաղորդաշարն է խոսենք օրենքից, այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմայի մասին, շրջակա միջավայրի խնդիրների մասին, մասնավորապես խոսելու ենք օդի եւ ջրի մասին, որը որ յուրաքանչյուր պետության կարևորագույն ռեսուրսներն են եւ ունեմ այսօր այդ ոլորտում բավականին պրոֆեսիոնալ մարդ, հյուր, ով համաձայնել է հյուրընկալել այս մեր հաղորդաշարին, իմ հյուրն է Գայանե Գաբրիելյանը, բարև ձեզ Տիկին Գաբրիելյան, շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը, խնդրում եմ պատմեք ձեր մասին, գիտեմ, որ տնտեսական գիտությունների թեկնածու եք, նաև ունեք 15 տարվա կառավարման փորձ, վերջին պաշտոնը փոխնախարար եք եղել շրջակա միջավայրի եւ կարծում եմ այս թեման ձեզ համար շատ ավելի արդիական է, մի քիչ խոսեք ձեր մասին, պատմեք ձեր մասին։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր դիտորդներին, ձեր լսողներին, կարծում եմ, որ նաև պետք է շնորհավորանք ասեմ ձեր նոր հաղորդաշարին, ունեմ փոքրիկ նվեր, հետո կտամ եւ բարի երթ եմ մաղթում այս հաղորդմանը, որովհետեւ մենք մի փոքր ծանոթ ենք, դուք գիտեք, որ իմ համար իրավունքը չնայած այն բանի, որ ես տնտեսական գիտությունների թեկնածու եմ, բայց իրավունքը իմ կյանքի անբաժան մասն է եւ շուտով ես նաև կունենամ դիպլոմ այդ ոլորտում, հետեւապես ինձնից շատ հեռու չէ եւ իմ 15 տարիների կառավարման փորձը պետական, ինչպես դուք նաև նշեցիք, միշտ ուղղված է եղել քաղաքականության մշակման, իրավական ակտերի զարգացման եւ այդ ոլորտում Կարծում եմ, որ ես թողել եմ հետ Հայաստանի Հանրապետության իրավական դաշտում, ինչի ինձ համար պատվաբեր է, ես դրան շատ լուրջ եմ վերաբերում, որովհետև իմ համար իրավունքը, իրավաստեղծ գործունեությունը հիմքն է պետության գործադիր մարմնի տեսանկյունից։ Ես կրթություն եմ ստացել պարբերաբար, իմ հիմնական բազային կրթությունը Հայաստանում է, եւ իմ բոլոր գիտական աստիճանները ես եւս ձեռք եմ բերել Հայաստանում, բայց ինձ համար որպես բոնուս Աստծո կողմից տրված իմ երազանքի իրականացումը եղավ 2023-24 թվականին, երբ որ ես ընդունվեցի Սթենֆորդի համալսարան եւ պատվով ավարտեցի այն, իսկ ավելի ինձ համար գերագույն հաճույք էր, երբ 4 ամիս առաջ ես ստացա հրավեր Վատիկան, նոյեմբեր ամսին մեկնում եմ Վատիկան եւ ստանում եմ պատվավոր դոկտորի կոչում։ Այսօրվա մեր դարաշրջանում ես կարծում եմ, որ կրթության դերը փորձում են նվաստացնել, բայց ես դրա հակառակ պատկերն եմ, ես կարծում եմ, որ կրթությունը ամեն ինչի բազիսն է եւ առանց կրթության պետությունը եւ պետական առհասարակ մեխանիզմը, ապարատը չի կարող ապրել եւ ես չեմ հավատում այն բանի, որ դրսից հանկարծակի հայտնված մարդը կարող է ֆենոմեն անել եւ հաջողել պետական կառավարման ոլորտում։ Ինչը այսօր մենք իհարկե կարող ենք տեսնել ակներև տարբեր երևույթների եւ տարբեր փորձի ուրեմն շրջանակներում, երբ որ բարձրացրակ անփորձ մարդը հայտնվում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, դրա փորձերը ունենք, իմ կողմից օրինակ շատ հարգելի սիրելի դերասան Հայկը, ով որ դարձավ քաղաքապետ եւ ամբողջությամբ ձախողեց պետական տեղական ինքնակառավարման գործունեությունը։ Այսօրվա եւս իշխանական օղակներում բազում են նման փորձերը եւ օրինակները, ինչ եմ խոսում Հայկից, որտեվ ես գործողների մասին վատ չեմ խոսում, որ չնեղացնեմ իրանք իմ բոլորը գործընկերներն են եւ նախկինները եւ ներկաները եւ ապագաները, ես բաժանում չեմ դնում հայերի միջև, ես կարծում եմ կան մոլորյալ հայեր, ովքեր կրթության, գիտության եւ ընտանիքի պակաս ունեն, եւ կան հայեր, ովքեր ժամանակին ստացել են բոլոր աստիճանակարգային կրթությունը եւ դրսում եւ ներսում եւ բուհում եւ ընտանիքում եւ այդ բազմաշերտությունը իրենց հնարավորություն է տվել բաց աչքերով նայել իրականությանը։ Եվ կան հայեր, ովքեր որ ցավոք նախընտրել են դրանցից մեկը, օրինակ ունեցել են միայն դուրս, չեն ունեցել ներս, ունեցել են միայն բուխ, չեն ունեցել դուրս։ Հետևաբար ինչ որ միտեղ իրանք թերի են մնացել զարգացման գործընթացի մեջ եւ հայտնվել են պետական կառավարման ապարատում, ինչով խեղաթյուրել են ամբողջ համակարգը, որովհետեւ բյուրոկրատական համակարգը չի տանում այլ նոր բերվող օրենքներ։ Ինքը ստեղծվել է Պլատոն եւ այլ տենց 3-րդ դար, 4-րդ դար, 5-րդ դար, Հունաստան, Հռոմ, Հայաստան եւ այլն, Բյուզանդիա եւ հիմա ինչ որ մեկը չի կարող Օրինակ, անգամ եթե ինքը երբեք կարկանդակ չի վաճառել, հայտնվի պետական կառավարման ապարը եւ հաջողի։ Դա ֆենոմեն է, ես չեմ հավատում այդ ֆենոմենին եւ
դեռ չի եղել այնպիսի օրինակ, որ ինձ հետ համոզեն, ամենավատ օրինակը, որ կարան նման մարդիկ մոգոնեն ու բերեն Շվարցնեգերներ, որը դարձավ Կալիֆոռնիայի այդ նահանգապետ, բայց ասեմ, որ ամերիկյան համակարգը համեմատել Հայաստանի համակարգի հետ շատ ճղճիմ է, որովհետև այնտեղ կա համակարգ եւ այնտեղ եթե անգամ շամպանսկին վերցնես եւ նշանակես ինչ որ մի բանի ղեկավար, ինքը ինչ որ մի կերպ այդ իր ընտրված ժամանակահատվածը կկառավարի, որտեղ այնտեղ կա համակարգ, կան այնտեղ մեխանիզմներ, մեր վարչապետի սիրելի բառը ինստիտուտներ, որոնք գործում են եւ այդ շամպանսկին չի կարողանա իր ամենամեծ ցանկության դեպքում նախ երկրորդ անգամ վերընտրվել, երկրորդն էլ այդ ընթացքում քանդել ամեն ինչ, ինչ որ բաներ կքանդի, բայց ամեն ինչ չի կարող քանդել։ Հետևաբար ես հանրության համար կուզենամ ներկայանալ որպես Գայանե Գաբրելյան, Երևանցի, տեսագիտական գիտությունների թեկնածու, շուտով նաև իրավագիտության մագիստրական դիպլոմի տեր եւ տիրակալ, որ արժանացել եմ ես դրան, որտեղ ես շատ եմ սիրում իրավագիտությունը։ Իսկ մնացած ոլորտներում իմ պետական ոլորտը շատ ինձ բոլորը ճանաչում են, որտեղ ես շատ փոքր մասնագետից եմ սկսել, դա կրտսեր մասնագետն է, ամենափոքր աստիճանակարգն է քաղաքական բանում, պետական կառավարման համակարգում, ես անցել եմ բոլոր աստիճանակարգերը եւ իմ պաշտոնը վաստակած էր եւ ոչ թե հանկարծակի, եւ ես մնալու եմ պետական ապարատում դեռ երկար տարիներ, որտեղ հայրենիքը դրա կարիքը ունի։ Ես էլ հայրենիքի Շատ լավ Գայանե ջան, եկեք այսօր խոսենք երևանցիներին առավելապես շատ հուզող մի խնդրի մասին, դա օդի աղտոտվածության խնդիրն է, կարծում եմ, եւ նաեւ ձեր փորձը պետական կառավարման համակարգում հենց շրջակա միջավայրի նախարարությունում մեզ կօգնի հասկանալ ի վերջո Երևանի օդը աղտոտված է թե ոչ, որովհետեւ մենք լսում ենք մարդկանց, պետական պաշտոնյաների, ովքեր որ ասում են, չէ, մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, օդը աղտոտված չի, այդ ցուցանիշները, որ դուք հեռախոսով տեսնում եք, դա սխալ է, թերի է, ձեր կարծիքը։ Ես կարծում եմ դուք հանրության համար ամենաարդի եւ կարեւոր հարցն եք բարձրացրել, բայց ոչ միայն Հայաստանի հանրության համար, այլ նաեւ ներդրումային հանրության համար, որովհետև կարծում շատերի մոտ հարց էր առաջացել, ինչ կապ ուներ տնտեսագետը հայտնվեց շրջակա միջավայրի ոլորտում, բայց ասեմ, որ միջազգային հանրության կողմից եւ իմ բոլոր գործընկերները, ովքեր ինչ որ բան հասկանում են այդ ոլորտից, երջանիկ են, որ վերջապես տնտեսագետ է ղեկավարելու ոլորտը, որովհետև այսօր բնապահպանությունը ի թիվս ֆինանսերի նախարարության եւ էկոնոմիկայի նախարարության ամենակարևոր աշխարհում եռանկյունն են կազմում, որովհետև բոլոր այսուհետ process-ները կապված են շրջակա միջավայրի եւ բնապահպանական գործընթացների հետ, դա հենց այնպես չի, այդպես, որովհետև մենք խոսում ենք բնական ռեսուրսների մասին, իսկ տնտեսագիտության հիմքը բնական ռեսուրսներն են։ Ճիշտ է, հին տնտեսագիտությունը, այսպես կոչված brown economy-ն, խոսում է ավելի քիչ ռեսուրսներով ավելի շատ արդյունք, որ արդեն հնացած մոդել է, եւ մենք շրջանակաձև տնտեսության, այսպես կոչված green sustainable economy շրջանակներում խոսում ենք արդյունավետ ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ կայուն օգտագործման մասին։ Կայունն այդ sustainability-ն ինքը մի ամբողջ գիտական աշխարհ է բացում եւ գիտական թեզերի մի ամբողջ բույլ է բացվում բացատրելու թե ինչ բան է sustainable, այսինքն տնտեսագիտական տեսանկյունից։ Օդի աղտոտվածությունը բնապահպանական հիերարխիայում ամենավերևի կետում է։ Ինչու, որովհետև մթնոլորտային օդը ըստ էության բաղկացուցիչ մասն է կազմում կլիմայի, ջրի, հողի եւ մնացած բոլոր բնական ռեսուրսների համակեցությանը, որովհետև մթնոլորտային օդի աղտոտվածությունը եւ մթնոլորտային օդի պաշտպանվածությունը մարդու կյանքի անմիջական առաջնային ծնված օրվանից անհրաժեշտությունն է։ Այսինքն մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ բազային կարիքների մեջ մենք ունենք մաքուր մթնոլորտային օդ։ Այո։ Խոսքը վերաբերում է դրանից հետո մենք կարող ենք ճյուղավորել ներդրումների ներհոսք, որտեղ այսօր աշխարհում այլևս ոչ մի նորմալ եւ խոշոր ներդրող չի գալիս աղտոտված տեղում ներդրում անելու։ Ակնհայտ է, որ մարդիկ չեն ցանկանում ապրել աղտոտված միջավայրում եւ ակնհայտ է, որ այդտեղ բնակչության թիվը նվազում է, որտեղ մարդիկ փորձում են այլևս տեղ չծավալել իրենց կյանքը, գործունեությունը, հետեւաբար, եթե մենք չունենք այսպես կոչված շարժ, մենք չունենք ոչ մի արդյունք ֆինանսական տեսանկյունից։ Հաջորդ է, որ մենք խոսում ենք օդի աղտոտվածության մասին, մենք խոսում ենք
ներդրումների կտրուկ աճի մասին, որովհետև նույն վայրում, որտեղ մաքուր մթնոլորտային օդ է, դու պետք է ավելի քիչ ներդրումներ անես, որպեսզի պահպանես այդ միջավայրը, քան որտեղ որ աղտոտված է, նույն ծառատունկների տեսքով, նույն շինարարության հետ կապված եւ մնացած բոլոր հարցերում։ Եվ երրորդը, երբ որ մենք խոսում ենք մաքուր օդի մասին, մենք խոսում ենք համապատասխան կյանքի որակի մասին։ Իսկ կյանքի որակը տնտեսագիտության մեջ ազդում է մի քանի գործոնների վրա։ Օրինակ human capital creation, մարդկային կապիտալի ստեղծում։ Կյանքի որակն է հաշվելի դարձնում մարդու կյանքի եւ մարդկային կապիտալի ստեղծման արարման գործընթացը։ Դրա համար այսպես պրեամբուլայով նախաբանով ուզում եմ, որ բոլորը ովքեր որ հարց է իրենց մոտ առաջանում, ինչ գործ ունի տնտեսագետը բնապահպանական ոլորտում, ասեն, որ այսօր կարծես թե դա ամենակարևոր համակցությունն է տնտեսագիտության, բնապահպանության եւ ֆինանսների, որովհետեւ ֆինանսավորումը միջազգային կազմակերպությունների իրականացում է միայն բնապահպանական գործոնների հաշվարկման դեպքում։ Ես վստահ եմ դուք գնում եք ինքնաթիռներ նստում եք, տեսնում եք, որ ձեր տոմսերի վրա գրված է, թե այդ ինքնաթիռը ինչքան արտանետումներ է անում եւ ինչքան ավելի պակաս է անում։ Այսինքն մենք գնում ենք դեպի green economy, դա նշանակում է eco labeling, էկոպիտակներ, որ դուք տեսնում եք ինչ որ շշի վրա պիտակ դուք դա եք նախընտրում, դա էլ արդեն մարքեթինգային որոշակի ուղղվածություն, հետևաբար բնապահպանություն, ֆինանսներ եւ տնտեսություն, դրանք այլևս եռամիասնություն են, որոնք քայլում են միասին եւ այդպես է պետք է լինի։ Այլևս ուղղակի հիդրոլոգը չի կարող պատկերացնել տնտեսական այնպիսի կապեր, որ ներդրումները ճիշտ արվեն բնապահպանական ոլորտում եւ ստանանք արդյունք։ Հիմա վերադառնանք օդի աղտոտվածությանը։ Երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում գործել է շատ հին օրենք մթնոլորտային օդի պահպանության, որը շատ նոմինալ ինչ-որ փաստաթուղթ է եղել, եւ երբ որ մենք հանձն առանք այդ օրենքի փոփոխության, դա հանգեցրեց բազում փաստորեն խնդիրների, եւս մեկ կապ տնտեսության եւ բիզնեսի եւ բնապահպանության միջեւ։ Բնապահպանությունը բիզնեսի այսպես կոչված հակառակորդն է, որովհետև բնապահպանական օրենսդրական փոփոխությունները բարդեցնում են բիզնեսի գործունեությունը, բայց դա առաջին հայացքից, դա կարճաժամկետ ժամանակահատվածում իրականում բնապահպանությունը փորձում է ստեղծել երկարատև ներդրումների հնարավորություն եւ ձեր բիզնեսի ներդրման կայուն երկարատև ետգնման ժամկետ։ Ինչու՞։ Տեսեք, օրինակ, վերցնենք ջրային ոլորտը, որը օդից այդքան հեռու չէ։ Մենք ունենք Արարատյան մարզում ձկնաբուծարանների այդ գեղեցիկ պատկերը։ Ну, գեղեցիկը փոխաբերական, այո։ Այդ գեղեցիկ պատկերի արդյունքում մենք Արարատյան դաշտի մեր ջրավազանը պարզապես ցամաքացնում ենք, որի արդյունքում մենք ունենք Մասիս քաղաքում նստվածքներ, այսինքն արդեն հատակը նստում է 1.5 մետր աղակալումներ, իսկ աղակալված հողը այլևս վերականգնելի չէ, իսկ դա մեր միակ դաշտն է, որտեղ մենք կարող ենք զբաղվել գյուղատնտեսությամբ, իսկ գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակա ճյուղն է, որն էլ հնայի 23%-ն է կազմում, կարող է թվերով հիմա սխալվեն, վերջի ցուցանիշներով, այնուամենայնիվ կազմում է գերակա մասը։ Հետևաբար սրանք բոլորը շահկապված հարցեր են։ Տեսեք, մի հարցից, հետո գիտեք ինչ կա, վերցնել եւ մտածել, որ Հայաստանի ամենաանապատացվող վայրում կարելի է վերցնել խորքային հորը եւ սարքել այդտեղ օրինակ լճեր, ծովեր, դա միայն հայի երևակայությունը կարող է պատկերացնել եւ մենք դրանից ունենք։ Հիմա նայեք, մենք այնտեղ օգտագործում ենք ինչ են ասում ձկնաբուծների մի մասը։ Բա մենք այդքան վարկեր, հարկեր ունենք, մեր ջուրը կտրենք։ Իսկ մենք ինչ ենք ասում, տնտեսագետ բնապահպանները։ Ասում ենք դուք ուզում եք այդ բիզնեսը փոխանցեք ձեր տղային։ Օրինակ, արդեն ներդրումը արել եք։ Այո, ուզում ենք։ Դե այսպես ինչպես որ business as usual-ով չեք փոխանցելու։ Ձեր վրա ավարտվելու է այդ բիզնեսը։ Լավագույն դեպքում դուք ետ կբերեք ձեր ներդրումները, բայց այդ հայկական այդ ժառանգման, այդ տղայիս ժառանգելու այդ բանը չի լինելու։ Հաջորդը մթնոլորտային օդի օրենքի կիզակետում հայտնվեց շինարարությունը։ Այո։ Որը այսօր Հայաստանի Հանրապետության ոչ միայն Երևան քաղաքի այլևս, որովհետև մենք եկամտային հարկի օրենքի փոփոխության արդյունքում սփրիդ արեցինք այդ աղետը, այդ առումով աղետը։
տեսեք, ես տնտեսագետ եմ, բայց շինարարությանն ասում եմ աղետ։ Ընդ որում շինարարությունը ամենամեծ տնտեսական ակտիվություն ձևավորող գործոնն է, բայց ինչի աղետ, որովհետև այն շինարարությունը, որ մենք ենք անում, տպավորությունն է, որ աշխարհի բոլոր կներեք պետք է այդ բառը օգտագործեմ, խոպանչիները որոշել են Հայաստանում գործ անեն ու հայ մարդը չի այդ շինարարը, ում երեխան կողքի մանկապարտեզ չի հաճախում։ Ուրեմն երբ որ մենք սկսեցինք առաջին նորմերը մշակել, ինձ համար զավեշտ էր ամենաառաջինը, որ երբ որ մենք սկսեցինք խոսել ոլորտի մարդկանց հետ, իրենք ասում են, հա դե շինարարությունն է, տենց էլ պիտի լինի։ Այսինքն մենք ստեղ գործ ունենք մարդու գիտակցության հետ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում իրավաստեղծ գործունեության ամենամեծ խնդիրը, որ երբ որ մենք տեսնում ենք ինչ-որ մի իրավիճակ, որը պետք է շտկել, մենք միանգամից սանկցիաներ ենք կիրառում։ Պատժենք, տուգանենք։ Մենք չենք հասկանում, որ կարող է այն շահագրգիռ կողմերը, որոնք ներգրաված են այդ գործընթացը, իրազեկ չեն։ Մենք չենք դա թույլ տալիս մեզ։ Ես այս առումով միշտ պատմում եմ Wrigley's Spearmint, Double Mint ու Juicy Fruit-ի ծամոնի մուտքը Սովետ միությունն ժամանակ, հետո նաև երբ որ թղթի վրա նկարված էր, որ երբ որ բացում ես, ծամում ես, թուղթը պետքա գցես թափոնամանը։ Ու մենք տենց ասում ենք, դե ինչքան պետք է մարդ խելքից պրիմիտիվ լինի, որ չիմանա, որ բայց պարզվեց 30 տարի հետո, որ դա տվեց իր արդյունքները եւ սերունդների մոտ իներցիոն այդ բանը, որ թափոնավայր ես գցում, թափոնաման ես գցում, թափոնի տեղը թափոնն է եւ այլն, իսկ մենք, որոնք որ քաղաքակրթության արարիչներս, այսօր պատուհանից ծխախոտ ենք նետում, շիշենք, ինչ ասես։ Հետևապես ես կարծում եմ, որ մեր իրավաստեղծ գործունեության մեջ մենք պետք է մի պահ դադար տանք եւ հասկանանք, արդյոք գլոբալ առումով մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, որ ամենտեղ ստեղծում ենք այսպես կոչված ֆիլտրներ, հարկեր, տուրքեր, տուգանքներ, սպանենք, սենց կանենք, նենց արդյունքում մենք տարեկան 7-ից 8000 դատապարտյալներ տարբեր հարցերով, բայց մենք այդ մարդկանց հետ չենք աշխատում եւ այդ նոր սերունդները էլի գալիս են ու մենք իրանց հետ էլի չենք աշխատում, մեր երեխաները կրկին տեսնում են շինարարություն բաց երկնքի տակ, դա թատրոնի ինչ որ մի բան է, էլի, որ բաց երկնքի տակ կարելի է հետևել ու երբ դու շինարարին ասում ես, որ դուք պետք է ծածկեք, իրանք ասում են ինչպես հնարավոր չի։ Չեն ասում հնարավոր չի։ Ասում են ինչպես։ Այդ դրա օրինակով դուք եք հաճախ լինում Նյու Յորքում, ես մեկ անգամ է բախտ ինձ վիճակվել, դուք ավելի հաճախ եւ կհաստատեք Նյու Յորքում նստեցինք մի սրճարանում եւ հենց կողքը, այսինքն կողքը դա ընդամենը 1.5 մետր մոտավորապես հեռավորության վրա բարձրահարկ դե այնտեղ էլ բարձրահարկը, չգիտեմ, 30+ հարկ շենք էին կառուցում եւ մենք սուրճ էինք խմում եւ չգիտեմ, երդվում են բոլոր աստվածներով 1 գրամ փոշու կտոր այդ ամբողջ շինարարության ընթացքում մենք 40 րոպե նստած ենք եղել սուրճ ենք վայելում, մենք ոչ աղմուկ ենք լսել, ոչ փոշի ենք հասկացել ինչ է, ընդհանրապես ոչ մի բան, որը որ Հայաստանում նույնիսկ 3 կիլոմետրի վրա է զգում, երևի դուք էլ դա նկատել եք։ Տեսեք, ամենամեծ խնդիրը դուք հիանալի բան եք ասում, այդ ինչպես հարցի պատասխանն եք տալիս։ Բոլորին շտապում եմ տեղեկացնել, որ մարդկությունը գնացել է առաջ եւ ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, որ հնարավոր է դա։ Տեսեք, ինչ հիանալի բան ենք մենք հիմա ձեր հետ այս հաղորդման ընթացքում բացահայտում։ Պարզվում է, հնարավոր է անել շինարարություն եւ փոշի չունենալ։ Տեսնում եք ինչ հիանալի է։ Պարոն Ավինյան, երբ որ մենք ընդունեցինք մթնոլորտային մասին նոր օրենքը, մենք դրեցինք ամենանվազ պայմանները փոշու շինարարության նորմերի հետ կապված։ Այն է, շինարարության ժամանակ, երբ որ բերում են ավազ, հող, մնացած բոլոր տեսակի անհրաժեշտ պարագաները, դրանք պետք է ծածկվեն։ Դե հիմա երբ որ շինարարը հարցում է ինչպես, ինձ մոտ միանգամից սկզբից առաջանում, որ ես իրեն նեղացնեմ, բայց հետո նորից վերադառնում եմ Wrigley's Spearmint-ին։ Այս մարդը չի տեսել, որ ծամոնի թուղթը պետք է գցել աղբամանի մեջ։ Ուրեմն պետք է բացատրել ինչպես։ Հետևապես պետք է մի հատ շինարարության օրինակով ցույց տալ ինչպես, բայց չէ որ այսօր Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես Երևան քաղաքում, անգամ քաղաքապետարանի կողմից իրականացվող մանկապարտեզների շինարարությունը արվում է բոլոր հնարավոր քաղաքշին նորմերի խախտմամբ։
Ես արդյունքների մասին չեմ ասում, դրա մասին կան առանձին բլոգերներ, տղաներ, որոնք ամբողջ օրը պոկում, ջարդում, ես դա չեմ, ես ընթացքն եմ ասում, որ կան նորմեր, կա ջրցան մեքենաների անհրաժեշտություն, կես ժամը մեկ այդ միջավայրը պետք է ջրով ոչ մի անգամ 0 իմ տան դիմաց գտնվում է 15 մանկապարտեզը, որը 4 տարի պերմանենտ շինարարության մեջ է, աշխարհի բոլոր խախտումները պատկերացնեք իմ ցավը, ես ընդունում եմ օրենք, ես աշխատում եմ շինարարների հետ ու ես ամբողջ օրը հետևում եմ, ոնց իմ արժև ցինիկաբար հանրային միջոցների հաշվին, համայնքային միջոցների հաշվին իրականացում է Հայաստանի Հանրապետության օրենքի բոլոր կետերի խախտմամբ շինարարություն։ Տեսեք, դուք բերում եք օրինակը Նյու Յորք։ Նյու Յորքը գտնվում է պերմանենտ շինարարության մեջ։ Նյու Յորքում երբեք չի դադարել շինարարությունը։ Եթե դուք տեսել եք, այնտեղ փողոցներ կա, որ անցնում եք, ասում եք ծածկերի տակով։ Դրանք բոլորը շինարարական համապատասխան կոնստրուկցիաներն են, որոնք ծածկել են ամբողջությամբ շինարարության ներսի գործընթացը։ Այնտեղ կան օդափոխիչ սարքեր, պարտադիր, այնտեղ կան պարտադիր համապատասխան փոշեկուլներ, որոնք որ նաև համապատասխան երակցման վայրերում դրված է, որպեսզի այդ հատվածներից փոշին դուրս չգա եւ պարտադիր նորմեր, որ պետք է այն մարդիկ, ովքեր ներսում են աշխատում, կրեն համապատասխան դիմակներ, որտեղ մենք գիտենք, մենք սիրում ենք քարով շինարարություն, ավարտական փուլի, երբ որ մենք սկսում ենք ուղակի այդ քարը մշակել, այդ փոշին, դուք հասկացեք, որ մենք փոշու տեսակներ ունենք, որոնք որ միկրոններով են չափվում եւ համապատասխան երկու տեսակի փոշու տեսակ կա, որը չի դուրս գալի այլևս մարդու օրգանիզմից, այսինքն նա նստում է թոքի պատերին, բրոնխներին, շնչուղիներին եւ առաջացնում է քրոնիկ բազում հիվանդություններ։ Հիմա մի հատ վատ ցուցանիշ։ Հայաստանի Հանրապետության վերջի ցուցանիշներով ակնհայտ է դարձել, որ Հայաստանում 40% մարդիկ, այսինքն ամեն երրորդը, եթե ես չեմ սխալվում, կարող է հիվանդանալ ռակով, քաղցկեղով։ Ուրեմն մենք այսօր տեսա Յոլյանի անաբանական բանը հիվանդանոցը նոր քաղցկեղի բուժման մեթոդներ եք։ Տեսեք, մի կողմից մենք ներդրումներ ենք անում առողջապահության ոլորտում, որպեսզի արդյունքը վերացնենք, բայց մենք չենք ուզում պատճառը վերացնենք, որպեսզի չընկնենք այդ process-ի մեջ ու արդյունքի հետևից ընկնենք։ Մենք կտրուկ աճ ունենք քաղցկեղի աճ եւ երիտասարդեցում, որովհետեւ փոշին ամենալուրջ կործանարար իր ազդեցությունն է ունենում մինչեւ 5 տարեկան երեխաների վրա, որովհետեւ փոշին ի վերջո նստում է։ Այսինքն, այո, սկզբից մթնոլորտ է նետվում, բայց ինքը հետո նստում է եւ մինչեւ 5 տարեկան երեխաների այդ հասակի, 5 պայմանական 4, 5, 6 տարեկան երեխաները ամբողջությամբ շնչում են փոշի։ Այսինքն մենք եթե մեր այսօրվա երեխաներին տանենք ստուգման, նրանք բոլորը պոտենցիալ ասմատիկ են, ասմայի լուրջ մենք համաճարակ ունենք այսօր, որտեվ ամեն երկրորդ երեխան ալերգիկ է, ասմատիկ է, առաջին իսկ գրիպի նշույլի դեպքում երեխան հիվանդ է, մարդը ի սկզբանե առողջ էակ է, այսինքն մարդը չի կարող ի սկզբանե ունենալ այս բոլոր խնդիրները, դրանք բոլորը կամ մոր կողմից սխալ կենսակերպի եւ հոր կողմից սխալ կենսակերպի, այսինքն սաղմնային փուլում ձևավորման արդյունք է կամ կենսակերպի, բայց քաղաքային կենսակերպի այդ 5 տարեկան երեխան ակնհայտ է չի ծխում, կամ շինարարության մեջ ներգրաված չէ, կամ էլ չի կանգնած մեքենայի կողքը եւ այդ արտանետվող գազերը շնչում։ Շատ լավ, ես հասկանում եմ, որ մեր այս թեման շատ կարևոր է եւ արդիական, մենք ելի կշարունակենք, բայց քանի որ մեր ժամանակը սուղ է, մենք ունենք 5 րոպե ժամանակ, Տիկին Գաբրելյան, ուզում եմ հակիրճ ձեր կարծիքը ներկայացնեք, ինչպես պետք է Երևանում լուծվի այս խնդիրը։ Ըստ ձեզ, մենք խոսեցինք, այսինքն շինարարություն եւ այլն, բայց օրինակ խիստ օրենսդրական մեխանիզմներ, թե այսպես շրջենք, բացատրենք, կամ այսպիսի հաղորդաշարեր շատ անենք, դուք իրավաբանները, ոլորտի մասնագետները եք ամենակարևոր հարցը եւ ես ձեզ միանգամից տամ դրա պատասխանը, որտեվ դրա մասին մտածել եմ երկար տարիներ։ Հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունը իմն է եւ ես դրանով երկար տարիներ զբաղվում եմ, ես զբաղվելու եմ։ Նախ ես կարծում եմ մենք պետք է սկսենք համատարած ագրեսիվ իրազեկման արշավներից։ Համատարած լաբուբուի նման, որ ով միացնի իր հեռախոսը, տարբեր տարիքի մարդիկ տեսնեն լաբուբուն փոշու տեսքով։
մթնոլորտի աղտոտვა, այսինքն այդ էֆեկտը մարքեթինգի պետք է կիրառել այս ոլորտում, որովհետև դուք ասացիք խիստ օրենսդրական փոփոխություններ ոչ չեն օգնի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի սիրում խիստ օրենսդրական փոփոխություններ, ինչպես մենք տեսանք, եւ բաները այս հայտարարագրումները բոլորից էլ հետ ենք կանգնում, որովհետև մենք չենք սիրում, երբ որ մեր հետ խոսում են ուլտիմատիվ, մենք սիրում ենք, երբ որ մեզ բացատրում են, ցույց են տալիս եւ ասում են ինչպես։ Դա միակ աշխատող մեխանիզմն է։ Հետեւաբար, քաղաքապետը իր բոլոր փոխքաղաքապետներով, վարչության պետերով չպետք է նստեն իրենց կաբինետներում, այլ պետք է շինարարություն առ շինարարություն քայլեն, ոչ թե նրա համար, որ նրանց տուգանեն, այլ որպեսզի իրանց հետ այդ ծածկերը քաշեն, ցույց տան ինչպես, բաժանեն դիմակներ, որպեսզի շինարարները պարտադիր կրեն այդ դիմակները, ոչ մի շինարար չի կրում ոչ մի դիմակ, ու մենք չենք խոսում նրա մասին, որ հիմա տեսչական մարմնին զանգենք, տեսչական մարմնի 3.5 հոգին զինված դուրս գան ու սկսեն բոլորին տուգանել, մենք դրա մասին չենք խոսում, դա չի աշխատում, որտեղ մենք Սովետ միությունում չենք, որովհետև այսօր մարդուն սովորացրել են ազատ մտածելակերպ, ազատ ապրել, բայց չեն սովորացրել, որ դա բարձի թողիությունը չէ, եւ օրենքի խստությունը կարող է աշխատել միայն եթե մարդ հասկանում է ինչու է դա կարևոր։ Եթե դու բերես ցույց տաս նկարներ, պլակատներ շինարարության վրա կախել, ոնց են ծխախոտի տուփի վրա կախում, ինչ կլինի քեզ հետ, եթե դու ծխում ես, դա քո գիտակցված ընտրությունն է այլևս, բայց ինչ որ մարդու օգնում է, նա նայում է, ասում, օքեյ, ես չեմ ուզում։ Այդ պլակատները կախել է շինարարությունների, բացատրել, որ ձեր կյանքի տևողությունը նվազում է, ձեր կյանքի որակը նվազում է։ Դուք ասացիք Նյու Յորք, ես վերջի անգամ վերադարձա Նյու Յորքից, ես առաջի մի շաբաթը չէի կարողանում շնչել, ես տանից դուրս չէի գալի, ստիպված երեխաներին տանել էստեղ այնտեղ, ես հասկանում եմ, որ ես լրիվ փոխվել է օրգանիզմը հետ է սովորել, ու հիմա նորից ես հասկանում եմ, ես նորից սովորել եմ այս աղտոտվա, բայց մենք չենք սովորում, ուղղակի օրգանիզմը փորձում է իր երիտասարդության, ներուժի շնորհիվ դրան ոնց որ հակաթույն գտնել։ Առաջինը իրազեկման արշավների ագրեսիվ իրազեկման, ես չեմ վախենա այդ բառից, իրազեկման շավներ, երկրորդը վարչապետը պետք է ամեն օր 5 շաբթի օրը նիստը սկսելուց առաջ բացի եւ ցուցանիշները կարդա։ Դուք հարց տվեցիք, բաց մնաց։ Ես չեմ տեսել պետական պաշտոնյա, որ ասում է, որ մենք մթնոլորտային նոտի աղտոտվածության հետ խնդիր չունենք։ Եթե դա ասում են, նա կարող է գնալ եւ ինքն իրան մի փոքր մտրակել, մի փոքր խարազանել, որտեվ դա բացարձակ սուտ է։ Մենք չունենք այդպիսի պետական պաշտոնյա։ Մենք Հայաստանի Հանրապետության ունենք խնդիր ամբողջությամբ ծածկույթը ապահովել մոնիտորինգային սարքերով։ Մենք ունենք մոնիտորինգային այդպիսի մթնոլորտային օդի չափումներ կատարող սարքեր, դրանք տարբեր են Հայաստանում տեղադրված։ Մենք երկար ջանում ենք, որպեսզի նաև ֆինանսական միջոցներ հայտարարենք, որպեսզի ամեն րոպե մենք կարողանանք, ոնց որ ամերիկյան դեսպանատան կայք, երբ որ մտնում ես, իրանք ունեն այդպիսի սարք։ Ամեն րոպեվա, ուրեմն դա Ամերիկայի քաղաքականությունն է, բոլոր երկրներում, որտեղ Ամերիկան ունի դեսպանատներ, իրանց դեսպանատանը դա դրված է, ինքը ինչ որ շառավղով է անում իր մարդկանց համար, որ եթե աղտոտվածությունը բարձր է, իրանք անգամ կարող են ցուցում անել աշխատանքի չգալու մարդկանց։ Այդ աստիճանի դա է նշանակում սիրել քաղաքացուն, դա է նշանակում հոգ տանել քաղաքացու մասին։ Սա էլ խոսում ենք այն մասին, որ երբ որ մենք ասում ենք մարդակենտրոն, այն օրը Ավինյանի էջում տեսա, մենք մարդակենտրոն, մարդու համար քաղաք ենք, սուտ եք ասում, որտեղ մարդու համար քաղաքը միայն չի նշանակում, որ քայլող մարդը կարող է քայլել։ Դա էլ է սուտ։ Մենք Չարենցի փողոցում, Կորյունի փողոցում, Նարդոսի փողոցում չունենք մայթեր եւ քայլելու համար քաղաք չէ։ Հետեւաբար ինձ դուր չի գալիս, երբ որ մենք փորձում ենք դուք արդեն ընտրվել եք, դուք պարոն քաղաքապետ, արդեն ընտրվել եք, խնդրում ենք ձեզ, հեռացեք բոլոր տեսակի մանիպուլյացիաներից եւ ուղղակի քայլեք քաղաքով ու զբաղվեք, հերիք է քանդենք, ամբողջ քաղաքը քանդեցին, քանդում ենք ապօրինի շինարարություն, իսկ ինչ ենք ստեղծել։ Իսկ ինչ ենք ստեղծել, սիրելիներս։ Այդ քանդելով էլ ենք քանդում շատ բաներ, քանդում ենք մարդկանց օրհասական հացը, քանդում ենք շատ հարցեր, իսկ ստեղծել ենք միջավայր, որտեղ տեղափոխել ենք այդ մարդկանց, ու այդ մարդիկ իրանց ձեռքով եկե քանդել են իրանց այն նախորդ սխալ արածը, ընդ որում սխալն էլ է շատ կասկած հարցականի տակ։ Հետևաբար ես կարծում եմ, որ մենք ունենք 3 կարևորագույն կոմպոնենտներ։ Առաջինը՝ իրազեկում ամենաբարձրից ամենացածր մակարդակի վարչապետի
վարչապետից մանկապարտեզ, այսինքն բոլորը պետք է խոսեն դրա մասին։ 5 շաբթի օրը վարչապետը ոչ թե պետք է կամ նաև որ կարդում է քանի քառակուսի մետր կամ կիլոմետր ասֆալտ է կառուցվել, նաև պետք է ասի այդ օրվա մթնոլորտային օդի ցուցանիշները։ Դա ամենակարևոր ահազանգը կլինի ամբողջ աշխարհին եւ Հայաստանի Հանրապետության, որ վարչապետը հոգ է տանում իր քաղաքացու մասին։ Երկրորդը դրանք քաղաքապետարանների կողմից, բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրազեկման արշավների եւ ստուգայցերի, բայց բացատրական ստուգայցերի, կրկին ասում եմ, դա չպետք է թղթով գրչով տուգանենք, գնանք 2 հոգու տուգանենք, ինտերնետում ցույց տանք, որ տուգանեցինք, ու էլ այդ շինարարությունը ճղած sense կանաչ տրապկաները, որ գցած է, ու ես ամեն անգամ ասում եմ իմ օրենքի արդյունքում ես ուղղակի շինարարության վրա սկսեցի տեսնել ավելի բարեկար Երևաններ կանաչ ճղած տրապչկաների տեսքով։ Այդ չէր նպատակը։ Եվ երրորդը դրանք կրթական տարբեր ծրագրերն են, որոնք որ հնարավորություն են տալիս շինարարներին աջակցել, օգնել, թե ինչ նոր տեխնոլոգիաներ կան, ինչ նոր միջոցներ կան, ինչպես պայքարել դրա դեմ եւ ինչպես իրանց ներդրումները կատարված դրա վրա յետ կբերվեն իրանց, որ այդ միջավայրում մարդիկ կուզենան գնել տուն։ Այսօր մարդիկ չափում են միջավայրը, եթե կողքը կանաչ է։ Իսկ մենք ոնց ենք եւ ամենակարևոր բանը, նայեք շինարարական նորմերում, երբ որ կանաչապատման պարտադիր հատված կա, ես դա չկհասցրեցի անել, որ ես ուզում եմ, որ սկզբից պարտադրեն կանաչապատումը, հետո նոր շինարարության սկիզբը։ Այսինքն դու ծառը տնկես, միջև դու քո շենքը սարքես, այդ ծառը արդեն ծառ լինի, ու դու իրան խնամես այդ ամբողջ ընթացքում, ու դրանով մենք ցույց տանք, որ մենք սոցիալական կոմպոնենտը բիզնեսի կարևորում ենք, ոչ թե շինարարությունը 5-6 տարի կեղտի ցեխի այդ կողքի հարևանները տերորի մեջ են։ Դա տերոր է, դա տերորի տեսակ է, որ 4 տարի մարդ գտնվում է բացարձակ տերորի մեջ, եթե մյուսը չբուսնի կողքը։ Այդպես չէ, որ մենք մի միջավայրը մի անգամից անում ենք, ասում ենք մյուսի։ Այսպես մեկը սկսում է սարքել, մեկը տեսնում ես, որ ինչ որ հաճախականությամբ մեկը մյուսներն են այդտեղ սկսում աճել, հետեւաբար դու պարբերաբար տերորի մեջ ես։ Այսինքն սոցիալական կոմպոնենտի առաջնայնություն, որ սկզբից պետք է կանաչը լինի, հետո նոր շինարարությունը, շինարարական նորմերի խիստ պահպանում, բայց ոչ թե տուգանքների միջոցով, այլ ցույց տալու, բացատրելու, էլի ասելու, կրկին ասելու, թող քաղաքապետը մի օր, 2 օր, 10 օր, ամեն օր գնա շինարարների հետ զրույցի, իրանց հետ հագնի կասկան, հագնի համապատասխան բան, հագնի դիմակները, շինարարների հետ խոսի, բացատրի, ասի, իր հետ տանի բժիշկներ, իր հետ տանի բնապահպաններ, անեն գեղեցիկ միջոցառումներ, անեն ցուցադրական ինչ-որ բաներ, որպեսզի մարդիկ ոգևորվեն, ոչ թե վախով տենան երբ են անցնում, դիմակը քաշեն դեպքին, չէ, նա չի հասկանում, իրոք չի հասկանում, մենք պետք է մի բան պատկերացնենք, որ մենք ինչ-որ մի տարիքի ենք հասել, մեզ թվում է բոլորը մեզպես են մտածում, այդպես չէ, մենք արդեն մեծ ենք, ծեր ենք, հին ենք, նոր եկացածները շատ բան չեն իմացել, չեն տեսել, չեն լսել, չեն կարդում։ Ես խոսքս այստեղ կավարտեմ հետևյալով, եթե արդեն իսկ ձևավորված է իշխանությունը, դրա հետ պայքարել պետք չէ, իշխանությանը պետք է օգնել։ Եթե արդեն ձևավորված է քաղաքապետը եւ նա արդեն ընտրված է իր ժամկետով, ես կուզենայի, որպեսզի ընդդիմությունը եւ քաղաքապետանը եւ սորական մարդիկ ոչ թե պայքարեն դրա դեմ, այլ այդ մարդկանց բացատրեն սիրով, անընդհատ, ոնց էր վերջերս մեր աղջիկ ասում է, որ իր հետևում սեր կա, չգիտեմ, էլի տարբեր բան կա։ Այդ սերը պետք չի յետևում լինի, այդ սերը պետք է ցույց տալ այդ մարդկանց նկատմամբ, որոնք չչարանան, որոնք ուզենան արարել, որտեվ երբ որ դու վատ մարդուն ասում ես, որ դու վատն ես, ու ինքը արդեն գիտի, որ դու գիտես, որ ինքը վատն է, ինքը ավելի է վատ բաներ անում։ Դրան պետք է ասես դու լավն ես, որ ինքը համաչի քո կողքը վատ բան անել։ Դա խորը փիլիսոփայություն է, ես փիլիսոփա չեմ, բայց բոլորին մաղթում եմ սեր, մաքուր օդ, կրթություն, գիտելիք, փորձ, եթե դուք երբևէ չեք զբաղվել ինչ որ գործով, մի գնացեք այնտեղ, ձեր քիթը մի խոտեք այնտեղ ձեր տեղը չէ։ Եթե դուք սիրում եք զբաղվել երշիկներով, զբաղվեք երշիկով, եթե դուք սիրում եք զբաղվել բնությունով, զբաղվեք բնությունով, եւ ես այդ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդը իր տեղում կարող է ստեղծել բարիք, եթե նա դրա պրոֆեսիոնալն է։ Շատ շնորհակալություն Տիկին Գաբրիելյան, ես կարծում եմ այս թեման մեզ լսողներին շատ կհետաքրքրի եւ ձեր թույլտվությամբ մենք այսպիսի հաղորդաշար կկազմենք ձեզ հետ, հետագայում էլի կհրավիրեմ ձեզ մեր տաղավար եւ կխոսենք այս կարեւոր թեմայի մասին։
Սիրելի մեզ լսողներ, մեզ հետ էր Գայանե Գաբրիելյանը, ով փորձեց իր փորձով եւ իր անցած ճանապարհով մեզ հետ կիսել իր կարծիքը, իր մտածմունքը, իր անհանգստությունը Հայաստանի մասին, Երևանի մասին, շրջակա միջավայրի մասին։ Ես էլ եմ համաձայն, որ յուրաքանչյուր մարդ պետք է գտնվի իր տեղում, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, եթե գտնվում է իր տեղում, այո, նա տալիս է բարիք, եթե ոչ, ապա հակառակն է։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։